Ռուսական շուկայում եվրոպական սննդամթերքի վակումը մեծ հեռանկար է բացում հայկական ապրանքների համար, ասում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Ակտիվացում արդեն նկատել է։ Հայկական սննդամթերքի արտահանման ծավալը Ռուսաստան այս տարի կրկնապատկվել է։ Այսօր ազատ է, նախկինում եթե նույնիսկ վճարումների մասով ասեմ, եթե 60-90 օրվա մեջ էին ապրանքների դիմաց վճարներ կատարում, այսօր նույնիսկ կանխավճարներ են սկսի անել։ Դեղց, ծիրան, լոլիկ, կարտոֆիլ, նաև չրեր ու պահածոներ, պահանջարկը մեծ է։ Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, հայկական պտուղ բանջարեղենի համը ռուսաստանցիների քիմքին ծանոթ է, մնում է պետական մակարդակով վերացնել բյուրոկրատական քաշքշուկն ու կազմակերպել տեղափոխումը։ Այսօր կուտակված դեղց կա Հայաստանում, որը իր շուկան չունի, պահածոների գործարանները չեն ընդունում, որտեղ իրանց պահածոները դեռևս կան չեն իրացվել, գյուղացիները հատկապես մանր տնտեսություններ ունեն սեղանի սորտի խաղողներ, որոնք ստիպված տանում են գինը գործարան, դրանք շուկա 5 դրամով են ընդամենը բարձրացվելու այս անգամ երևի կլինի 150 դրամ, բայց այդ խաղողը ռուսական շուկայում կարող արժանա երրակիլ կամ Լյովա Խաչատրյանն առաջարկում է գյուղացիների փոխարեն վերամշակող ընկերություններին էժան վարկեր տրամադրել։ Նրա համոզմամբ դա արդյունավետ կդարձնի թե մթերքի իրացումը, թե արտահանումը։ Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, մթերքի տեղափոխման եւ իրացման հարցերը արագ կարգավորելուց հետո պետք է մտածել նաեւ օրենսդրական փոփոխությունների մասին։ Աննա Բալյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։